Եթե դու հանձնվել ես սիրելիս, եթե դու քո վրա խաչ ես քաշել ու ասում ես, էլ ոչ մի բան իմ մոտ չի ստացվի կամ ներում չկա, հենց խոսքս ուղղում եմ քեզ։ Գիտեք, Աստվածաշնչի մեջ մի հրաշալի, մի քանի տեղ հրաշալի լավ տեղեր կան, հենց քեզ համար, որը որ Աստված խոսում է ու օրինակ է քեզ համար տալիս, որպես այսօր դու չհանձնվես ու վերականգնվես, քեզ թափ տաս, ոտքերիդ վրա կանգնես ու ելի առաջ գնաս։ Ես բարի լուր ունեմ քեզ համար, սիրելիս։ Քո մեղքերի համար Քրիստոսը 2000 տարի առաջ եկավ, խաչվավ ու հարություն արավ, որ այսօր դու լինես արտար, սրբված ու առողջ հոգով, շնչով եւ մարմնով։ Ու կուզենամ քեզ համար մի պատմություն պատմեմ, հենց քեզ համար, որ մտածում ես, որ էլ ելք չկա, որ մտածում ես, ասում ես ամոթ է, որ մտածում ասում ես, այդտեղ բոլորը իմացան իմ տկարությանս համար, բոլորը իմացան այն մեղքի համար։ Այո, ես չեմ գովում, ես չեմ ասում, որ լավ ես արել, ես չեմ խրախուսում, որ դու լավ ես արել, ես չեմ ասում, որ դու ճիշտ ես արել, բայց ուզում եմ քեզ համար մի բան ասեմ, որ կա ելք։ Աստվածաշունչն ասում է, եթե գնես, կբարձրանաս։ Կա ելք, սիրելիս, Քրիստոսով եւ Քրիստոսի մեջ։ Ու գիտեք, մի պատմություն եմ ուզում պատմեմ հենց քեզ համար։ Նրան համար, ովքեր որ այսօր այս ամոթի մեջ են, որ մտածում ես, ելի եմ ասում, ու ասում ես, որ էլ ելք չկա։ Սիրելիս, քանի դեռ ապրում ես, կա ելք։ Քանի դեռ շնչում ես, կա հնարավորություն վերականգնվելու։ Կա հնարավորություն ոտքերի վրա կանգնելու։ Սրա մասին մեզ սովորացնում է Աստվածաշունչը։ Ես չգիտեմ ով ինչ է ասում, ինձ հետաքրքիր չէ, ինձ հետաքրքիր է Աստված ինչ է ասում։ Ու Աստված ասում է, որ կա ելք, որ կա վերականգնում, որ կա բժշկություն, որ կա հույս, ու մեզ խոսք է տալիս դա Աստված ու փառք Աստծուն։ Ու գիտեք, կուզենամ ձեզ համար մի հրաշալի օրինակ բերել հին ուխտից։ Հիշում եք, մի հրաշալի տեղ կա, երբ որ գրված է, ասում է, Իսրայելը, երբ որ դուրս էր գալիս Եգիպտոսից, Աստված Մովսեսի միջոցով Իսրայելին դուրս էր հանել Եգիպտոսից Իսրայելին, ու իրական այս ճանապարհի մեջ էին ու գնում էին դեպի Քանան, ու ստացվեց այնտեղ, երբ որ Իսրայելը, այս ամբողջ ազգը սկսեց մեղքի մեջ գնել, այսինքն սկսեցին վատ բաներ անել, վատ բաներ խոսել, ու Աստծո դուրը չեկավ։ Ու գրված ասում է, եւ Աստված շատ թույնավոր օծեր բարձրացրեց։ Այսինքն չգիտես որտեղից օծեր լցվան։ Ու երբ որ մարդիկ մեղանջում էին, օծը կծում էր նրանց։ Հետաքրքիր է, որ օծը անապատի մեջն էր։ Մարդիկ քայլում էին։ Օծը նրա չէր կպնում։ Օծը կպնում էր այն ժամանակ, երբ որ մարդ մեղք էր գործում։ Այն ժամանակ ֆիզիկական էր, այսօր հոգևոր է։ Գիտեք, սատանան իշխանություն չունի մարդու վրա այնքան, մինչև մարդ մեղք չի գործում։ Երբ որ մարդ մեղք է գործում, սատանան կծում է նրան, կորում է նրա վրա այս թարմությունը, կորում է նրա վրա այս ուրախությունը, կորում է նրա ներսից հավատքը, կորում է նրա մեջից արդեն հույսը, կորում է նրա մեջից ուրախությունը, խաղաղությունը, ու սկսում ես այսպես մի հատ թույլ պարալիզացված վիճակ քո մոտ։ Ինչի՞, որտեղ մեղք ես գործում։ Նույնը կատարվում էր հին ուխտում, պրոստը այն ժամանակ մարմնապես էր ամեն բան, ֆիզիկապես էր։ Երբ որ մարդիկ մեղք էին գործում, օծը կծում էր։ Քանի մեղք չէր գործել, օծը նրանց կողքն էր, բայց օծը չէր կպնում մարդուն։ Բայց երբ որ նրանք սկսեցին մեղանջել, օծը սկսեց կծել, ու մարդիկ սկսեցին մահանալ։ Երբ որ մահանում էին մարդիկ արդեն վախի մեջ, եկան ու դիմեցին Մովսեսին, ասեցին Մովսես, աղոթիր Աստծուն, աղոթիր մեզ համար, ինչ անենք, որ չմահանանք։ Երբ որ Մովսեսը Աստծուն դիմեց, Աստված հետաքրքիր մի ելք ցույց տվեց։ Ասեց կսարկես պղնձի օծ, այսինքն արձան, ու կբարձրացնես նրան վերև։ Ու ում որ օծը կծե, պետք է մոտիկնա այս արձանին նայի, ու նա կլինի բժշկված։ Նայեք, հետաքրքիր է, որ Աստված օծին չհեռացրեց անապատից։
Աստված ելք ցույց տվեց բժշկության, օծերի հարցերը չլուծեց, այդ բժշկության հարցը լուծեց։ Այսօր շատերն ասում են, ինչի Աստված սատանային չի վերացնում։ Գիտես ինչի, որ դու մեղավոր չապրես, որովհետև շատ անգամ երբ որ դու մեղանջում ես, դու հասկանում ես դու ով ես։ Եվ որ դու մեղանջում ես, այս ժամանակ ես դու գալիս Աստծո առաջ։ Եթե չլիներ սատանան, չարը, մենք չէինք իմանա ինչ է բարին։ Գիտեք, շատ անգամ սատանան մարդուն օգնում է, որ մարդ ապաշխար է։ Այսօր այնքան մարդիկ կան, որ ասում են, եթե ես ինչ եզրին չհասնեի, ես Աստծուն դենց է չէի գա։ Ես հիմա մեռած կլինեի ու դժոխքում։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն այն բոլոր նեղությունների համար, որ Աստված թույլ է տալիս, որ մենք գանք ու Աստծուն ճանաչենք։ Բայց ես չեմ ուզում շատ խորանամ սրա մեր սիրելիներս։ Ես ուզում եմ, որպեսզի մենք վերադառնանք այն հին ուխտ, որտեղ որ անապատ Իսրայել, օծեր ու արձան։ Ու հետաքրքիրը ինչի մեջն էր, սիրելիներս։ Երբ որ Իսրայելը գալիս էր դեպի Քանան, շատերին օծերը սկսեցին կծել, որովհետև նրանք մեղք էին գործում։ Ու գիտեք, պատմաբաններն ասում են մոտ 3 միլիոն հոգի մարդ է եղել այս ժամանակ, 3 միլիոն։ 3 միլիոնի համար մոտ 120-140 կիլոմետր, եթե ոչ ավելի ճիշտ 240 կիլոմետր։ Մոտավորապես այսպես պետք էր իրաց մի մեծ տարածք, որպեսզի նրանք կարողանային իրար կողքի կարողանային գնալ։ Ու երբ որ օծը կծում էր մեկին, ինքը պետք էր քայլել, ես չգիտեմ, 50 կիլոմետր, 100 կիլոմետր, 70 կիլոմետր, որպեսզի նայեր այս պղնձի օծին, որ լիներ բժշկված։ Գիտեք, սրա մեջի գերբնականը ինչի մեջն է։ Ըստ բժշկական տեսանկյունից, երբ որ մարդուն օծը կծում է, նա պետք է չշարժվի, պետք է պարկի անշարժ վիճակով, որպեսզի չշարժվի, որ նրա արյունը չլերտի, այսինքն չպնդանա, որտեղ եթե պնդծավ արյունը, նրա սիրտը շատ շուտ կկանգնի։ Բայց Աստծո ծրագիրի մեջ, Աստծո լուծման մեջ լրիվ ուրիշ ձև է։ Ասում է դու պետք է քայլես, դու պետք է շարժվես, դու պետք չէ կանգնես, որտեղ հենց կանգնար դու կմահանաս։ Դու պետք է շարժվես, գաս դեպի այն օծը, այն պղնձե արձանը օծի, որ գաս ու նայես այս օծին։ Հետաքրքիր է, երբ որ նայես կլինես բժշկված։ Հիմա նայեք ինչ է կատարվում մեր աշխարհի մեջ, մեր օրերի մեջ։ Երբ որ մարդ մեղք է գործում, ինչ անում սատանան։ Միանգամից գոռում է. «Էլ եկեղեցի չգնաս, ամոթ է, դու խայտարակ եղար, բոլորը իմացան քո մասին։ Էլ տուն չգնաս, էլ ես չգիտեմ աշխատավայրը չգնաս, ամոթ է»։ Բայց Աստված ասում է շարժվի։ Սատանեն գոռում ասում է չգնաս եկեղեցի։ Բայց Աստված ասում է գնա, որ լինես բժշկված։ Նայեք ինչն է հետաքրքիր, որ աշխարհը գոռում ասում է չգնաս, դու արդեն մահացել ես, դու կմահանաս, բայց Աստված ասում է եթե կանգնես կմահանաս։ Քանի դեռ շարժվում ես, կա հույս։ Հենց հասար Քրիստոսին ապաշխարեցիր, փառք Հիսուսին, դու կլինես արտարացված եւ ներված։ Հիմա նայեք լուծումը աշխարհի եւ Աստծո։ Աշխարհը գոռում ասում է չգնաս, Աստված ասում է արի իմ մոտ, որ ես քեզ բժշկեմ։ Գիտեք ինչ է տեղի ունենում խաչի վրա, փոխանակում։ Երբ որ մենք մոտենում ենք դեպի խաչը, մենք տալիս ենք այն մեր տկարությունը Աստծուն ու Աստծուց վերցնում ենք զորությունը։ Մենք հազնում ենք այն մեղքը, վերցնում ենք արտարությունը։ Մենք հազնում ենք այն հիվանդությունը, վերցնում ենք բժշկությունը։ Այսպես հազնում ենք այն աղքատությունը, վերցնում ենք հարստությունը։ Խաչի վրա կատարվեց փոխանակում, սիրելիս։ Աստված վերցրեց բոլորիս մեղքերը իր վրա եւ խաչից ազատագրեց օրհնություն։ Հիմա սիրելիս, չլսես թե սատանան ինչ ասում, չլսես սատանան քեզ կամ այս աշխարհը ինչ ասում, որ ասում է չգնաս, հակառակը գնա։ Հիսուսն ասեց չեք գալիս իմ մոտ, որ ես ձեզ բժշկեմ։ Գնա Հիսուսի մոտ, որ Հիսուսը քեզ բժշկե։ Ուզում եմ մի տեղ կարդամ Աստվածաշնչից, առաջի Հովհաննես 2-րդ գլուխ առաջի խոսքը։ Նայեք ինչ ասում Հովհաննես առաքյալը։ Ասում է.
Իմ ворցյակները, սա եմ գրում ձեզ, որ չմեղանչեք, եւ եթե մեկը մեղանչե, բարեխոս ունիկ հոր Հիսուս Քրիստոսին արտարին։ Եվ նա քավություն է մեր մեղքերի համար, պատկերացնում եք, նա քավություն է մեր մեղքերի համար։ Եվ ոչ միայն մերինների, բայց բոլոր աշխարհի հետ։ Սիրելիս, ես մեղքը չեմ գովազդում, ես չեմ ասում, որ լավ ես արել կամ մեղք գործ է, ոչ։ Հակառակ վատ ես արել, բայց սրա վրա մի կանգնի։ Դառը դաս քաղիր այստից, որ երկրորդ անգամ չկրկնես նույնը։ Ես քեզ ուզում եմ ուրիշ բան ցույց տալ, որ կա երկնքում բարիխոս Հիսուս Քրիստոս, որը որ նստած է հոր եւ մեր մեջտեղ է։ Եվ գիտեք ինչ է տեղի, ես ոնց եմ պատկերացնում, երբ որ մարդ մեղք է գործում, ինչ է կատարվում երկնքում։ Երբ որ մարդ մեղք է գործում, հոր բարգությունն է իջնում, բայց գիտեք ինչն է կանգնացնում հոր բարգությունը, Քրիստոսի վերքերը, Քրիստոսի զոհը, Քրիստոսի սերը։ Քրիստոսը իր ձեռքերն է ցույց տալիս։ Ասում է հայր, նայ այս վերքերը, ես իր համար եմ ստացել, որ այսօր ինքը լինի բժշկված, որ այսօր դու նրան ներես, որ այսօր քո հրեշտակներդ գնան եւ նրան ծառայեն եւ նրան վերականգնեն ու բարձրացնեն, իշքան է որ խորը լինի այն փոսը։ Այնպես որ սիրելիս, չհազնվիս, քեզ թափ տուր, ու եթե երկար ժամանակ եկեղեցի չես գնում, գնա եկեղեցի, խնդրում եմ քեզ, գնա։ Քեզ ոչ մեկ ծուր չի նայ այնտեղ, քեզ ոչ մեկ չի դատապարտի, գնա եկեղեցի, գտի քո տեղը, որովհետև Աստված քեզ սպասում է։ Հիշում եք այն շնացող Մարիամին, երբ որ բերեցին, գցեցին Քրիստոսի ոտքերի տակ, ինչ կատարվեց։ Երբ որ Հիսուսն ասեց, ով որ մեղք չունի, թող ինքն առաջի քարը նետի այս Մարիամի վրա։ Ոչ մեկ չգցեց, ինչի, որովհետև բոլորը մեղավոր էին։ Ու երբ որ Մարիամը գլուխը բարձրացրեց, ոչ մեկին չտեսավ բացի Հիսուսին։ Ու Հիսուսն ասեց. «Ուր են քեզ դատապարտողները»։ Չկային, որովհետև բոլորը մեղավոր էին, ու բոլորը գիտակցեցին, որ իրաք ներման կարիք ունին։ Այսպես այսօր քեզ եմ ուզում ասեմ, սիրեց։ Ոչ մեկ քեզ չի դատապարտում։ Դեպի Քրիստոսին։ Հիսուսն է ելքը, ու Հիսուսը սպասում է քեզ։ Աստված քեզ շատ օրհնի։ Ուզում եմ աղոթեմ նույնպես քեզ համար, սիրեց։ Եթե այսօր դու այս վիճակի մեջ ես իրականում թուլացած ես, բայց ես հավատում եմ, որ այս խոսքերից դու կզորանաս։ Ու իմ հետևից կրկնի ասա. Տեր իմ Աստված, Հիսուսի անունով ես որոշում եմ կայացնում հետևել քեզ։ Այո, ես գիտակցում եմ, որ ես սխալ բան եմ արել ու խնդրում եմ, որ ներես ինձ։ Ու նույնպես խնդրում եմ, որ ուժ ու կարողություն ինձ տաս չհազնվելու, մինչև վերջ գնալ, որ կարողանամ հավիտենականության մեջ երկնքում քո հետ անցկացնել։ Ամեն։ Գիտես, այս խոսքերը Հիսուսը լսեց, Աստված լսեց։ Ու եթե դու անկեղծ ես, Աստվածաշունչն ասում է անկեղծի հետ ես անկեղծ եմ։ Պատրաստվիր ու սպասիր քո հրաշքներիդ։ Աստված քեզ շատ օրհնի։